Իրավապահ համակարգի գործունեությունից դուք գոհ եք, հատկապես գլխավոր դատախազության։ Այո։ Իսկ երբ որ գլխավոր դատախազությունը 2 տարի առաջ, երբ որ Դանիել Իոնիսյանը ուղարկում է գրություն, ասում է Միքայել Սրբազանը հնչեցնում է արտահայտություններ եւ այս արարքը հանցանք է։ Խնդրում ենք քրեական վարույթ նախաձեռնել։ Ի պատասխան գլխավոր դատախազությունը պաշտոնապես ասում է արարքը հանցանք չէ։ Խնդրում եմ բառերին ուշադիր լինենք։ Արարքը հանցանք չէ։ Եվ հիմա ասում է նոր լույսի ներքո, երբ որ Սրբազանը տարիներ շարունակ կրկնել է 2021-ին էլ է ասել, 2020-ին էլ է ասել, 2023-ին էլ է ասել, բայց իրավապահ մարմինները ոչինչ չեն արել, ասել են արարքը հանցանք չէ։ Հիմա ասում են նոր լույսի ներքո հանցագործություն է։ Այսպես է իրավապահ համակարգի դեմս գլխավոր դատախազության արդարադատություն իրականացնում պարոն Հակոբյան։ Հավարտեցիք։ Հիմա այստեղ բանալի բառը նոր լույսի ներքո, այսինքն զուգահեռ այլ գործընթաց էր նախագծվում այլ իրեն հոգևորական համարող անձի կողմից եւ ես կարծում եմ, որ այդ նոր լույսը հենց դա էր, որ այն պլանը, որը որ գրում էին, որ հետո պետք է իրագործեն, այ նոր լույսը հենց դա է։ Միքայել Աճապահյանը հեղաշրջման պլանի հետ կապ չունի։ Նա ընդհանրապես ասում էր, որ պետք է զինված հեղաշրջում իրականացվի, բայց ինքը պլանի հետ կապ չունի, Բագրատ Սրբազանի պլանի հետ կապ չունի։ Դա մենակ զուտ բառեր էին Միքայել Աճապահյանի կողմից, դրա համար դատախազությունը ասել էր, որ հանցակազմ չի տեսնում, բայց երբ որ մեկ այլ հոգևորականի կողմից իրենք են իրենց համարում հոգևորական կամ սառեցված հոգևորականի կողմից արդեն կար պլան, դա Միքայել Աճապահյանի խոսքերը արդեն կարծում են դիտարկվեց որպես պլանի մաս, որովհետև այլ բան է, որ ուղղակի ասում ես, որ պետք է զինված հեղաշրջում լինի, այլ բան է, որ դու ասում ես պետք է զինված հեղաշրջում լինի եւ մեկ այլ քո գոլեգան դրա մասին պլան է գծում, թե ինչպես իրականացնել այդ զինված հեղաշրջումը։ Դուք այդ պլանի թղթերը տեսել եք, որ նախաքննական մարմինը հրապարակել էր, վրան գրված էր 2024 բան։ Շատ լավ, ձայնագրություններն եմ լսել։ Ձայնագրությունների մասին քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը տեսել եք, ասում է այո, ձայնագրությունները ամբողջականը չէին կարող ներկայացնել, որովհետև մի քանի ժամվա ձայնագրություններ են, այսինքն կոնտեքստից կտրված, sense կբուցրել են իրար։ Կոնտեքստից կտրված չէ, կարևոր հատվածները, որոնք որ վերաբերում են գործին, որովհետև քննչականի ղեկավարն էլ ասաց, որ կոմիտեի ղեկավարը ասաց, որ այնտեղ կան անձնական բնույթի խոսակցություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս գործի հետ։ Նրանք առանձնացել են այն հատվածները եւ ասաց, որ այո, կլինի հնարավորություն դատական նիստերի ժամանակ ծանոթանալ ամբողջ ձայնագրության բովանդակությանը։ Հաստատի իրենք հանրությանը կիսատ ձայնագրություն են ներկայացրել։ Կոնկրետ այն հատվածները, որը այս փուլում նախաքննության համար շատ կարևոր է։ Կոնկրետ այն հատվածները, որոնք վերաբերում են այդ, այսպես ասած, հեղաշրջման պլանին։ Հակոբյան, առավել ազնիվ լինենք։ Ենթադրենք դուք եթե ձեր օրվա ընթացքում ներքին խոսակցությունները նախաքննական մարմինը լսի, իհարկե ձեր դեպքում բացառված է, բայց եթե լսի, պարոն Հակոբյան, լսի եւ այն հատվածը, որը շատ կարեւոր է այդ փուլի համար, վերցնի, սենց մասերը անջատի, տենց կպցնի ու հանրությանը ներկայացնի։ Օրինակ, ինչ պատկեր կունենանք։ Ձեզ համար ես չեմ հասկանում, խնդիրը որն է։ Ենթադրենք, որ ամբողջականը չի ներկայացվում, մոնտաժված տարբերակը հանրությանը շատ բարի։ Ես չեմ հասկանում խնդիրը որն է։ Ենթադրենք, օրինակ, երկու հոգու պատերի տակ գյուլում ես ու թեման փակում է, բրծա, վсё։ Կոնտեքստից կտրված է, ինչ խոսակցություն։ Ներողություն։ Դրանից առաջ ասում է, բա ոնց ես, այսօր առավոտ գլխացավ ուներ, թե չուներ երեկվա խմելուց հետո։ Այդ կարևոր է այս դեպքում, այսինքն դա էլ պետք է հրապարակեին, որ ասում է ոնց է երեկվա խմելուց հետո գլխացավ ուներ, թե չէ։ Այն ասում է չէ, չունե, ասում է բա այս թեման սենց պետք է լուծվի։ Երկու հոգու պատերի տակ գյուլում ենք ու բրծավ։ Հիմա ամբողջական արդեն ասացի, ամբողջականը մի քանի ժամանոց ձայնագրություններ է։ Ես էլ ասում եմ ձեր համար, որն է խնդիրը, որ բեսը ասում է երկու հոգու պատերի տակ գյուլում ես ու բրծավ, որ բեսը ասում է
այդ մեռնողների ընտանիքներին էլ դրամական փոխհատուցում է տալիս ու իրանք էլ շատ ուրախ կլինեն, դա է ձեր համար խնդիր, թե որ այդ բեսը հարցնում է, ասում է, բան, երեկվա ուտուշ խմուշից հետո գլխացավանք ուներ, թե գլխացավ ուներ։ Հանրությունը առավել պատկերավոր հասկանա, թե որ խոսակցություն ինչ է ցակել, նախաքննական պետք է ամբողջական ներկայացի, եւ փաստաբանական խումբը դա էր ասում։ Կլինի, կծանոթանամ փաստաբանական խումբը, վստահ եմ ավելի բան ջերմ մթնոլորտում զրույցները կլսի, որոնք որ ասենք ընդհանրապես կապ չունեն այսօրվա այդ պահի հարցի հետ։ Մտավախությունը նա է, պարոն Հակոբյան, որ մենք օրինակ ունեցել ենք ԿՊԱ-ական падգամավոր Հովիկ Աղազարյանի դեպքում, երբ որ իր քրեական վարույթի հետ ըստ էության կապ չուներ եւ այլն, բայց իր անձնական տվյալները դարձան հանրային, այսպես քննարկման առարկա, եւ հենց նույն ԿՊ-ի կողմից հանրայնացվեց նրա անձնական կյանքը։ Մինչդեռ այս դեպքում նախաքննական մամլի ղեկավարն ասում է, գիտեք, շատ անձնական բնույթի բաներ կային, այդ պետք չէր այդ անձնական։ Ոչ թե անձնական բնույթի բան, ասել եմ կրկնում, կարևորը այս դեպքում կարևորը ո՞րն է, որ բեսը ասում է երկու հոգու պատերի տակ գյուլում ես, թե կարևորը որ բեսը ասում է երեք շատ էինք խմել գլուխս ցավում էր։ Ինձ թվում է կարևորը որ այդ բեսը ասում է երկու հոգու պատերի տակ գյուլում ես, ինտերնետի մալուխներն ես կտրում, ու վсё մի օրում հարցը պիտի լուծվի։ Կարևորը դա է, այլ ոչ թե ասենք ինքը նախորդ օրը ինչ է արել, գլուխը ցավում է թե չի ցավում։ Պարոն Հակոբյան, եւ ձեր թույլտվությամբ նաեւ մի այսպիսի բան, դուք ընդհանուր տեսակ նախաքննական մամլի, երբ որ զենք զինամթերքի այդ տեսարանը ներկայացում էր, բայց փաստացի շատ զենքերի վրա օրինական այդպես կար, որ մարդկանց օրինական զենքերն էին։ Այսինքն հիմա որ հոկտեմբերի 27-ին Նայիրի Հունանյանը օրինական զենքով դահլիճում, այստեղի դահլիճում գնդակահար էր, մենք ասելու էինք օրինական զենքով ա եղել, որովհետեւ վատ բան չենք տեսնում։ Այսինքն օրինական զենքով հեղաշրջում կարելի է իրականացնել, օրինական զենքով կարելի է պատերի տակ երկու հոգու գյուլել, իսկ եթե անօրինական զենքեր դրանք լինեին, դուք ասելու եք, հա, շատ վատ պլան էին։ Այստեղ այս երևույթի մեջ ամենաանտրամաբանականը նա է, որ ըստ էության դուք տրամաբանական չէիք համարում, երբ որ 2024 թվականին Բագրատ Սրբազանը հանրապետության հրապարակում այդքան մարդ էր հավաքել, այդ ժամանակ չէր կարող հեղաշրջում անել։ Նոր 1 տարի հետո նախաքննական մամլին հասկացա, որ 2024 հավաքել էր, իրան ասել էին, որ այդքան մարդ հավաքես, կգնաս կասես հրաժարական տուր եւ հրաժարական կտա։ Հետո եկավ հասավ ժամանակ տվեց։ Եկավ հասավ հրապարակ, ասեց մի ժամ ժամանակ եմ տալիս, հրաժարական տուր չտվեց, այդ մարդը այդ ժամանակ հələ չգիտեր ինչա պետք անել։ Հետո իրան երևի ասեցին, որ գիտես, էսենց որ չստացվեց, կգնաս մի հատ պլան կմշակես, որտեղ պատերի տակ երկու հոգու կգյուլես, հետո ասենք ավտոբուսների վրա յուղ կլցնես, կվառես, թե այնտեղ քանի հոգի կմահանա, չգիտենք, բայց դու արա դա, հետո մարդը եկավ սկսեց աշխատել։ Լրացումն ամբողջական չի, պարոն Հակոբյան, եւ սա խիստ հանրության շրջանում մեջ այն ամեն ինչը, ինչ ես ասում եմ, կա։ Վստահ եք, որ իրենք են խոսում։ Արհեստական բանականության հարց կա, այստեղ քննչական կոմիտեի ղեկավարը վստահեցնում է եւ ես վստահում եմ քննչական կոմիտեի ղեկավարին, որ դա ախր իրենք են ասել, որ այո, դա իր ձայնն է, այդ բեսի ձայնն է, ուղղակի կոնտեքստ Բագրատ Սրբազանն է ներողություն այդ արտահայտությունը։ Այո, որովհետև բեսի բացատրությունը ես բացել եմ եւ նայել եմ Google-ում, բեսը սատանային ներին ծառայություն մատուցող այն կերպարն է, որը որ մտնում է մարդկանց մեջ եւ մարդկանց համոզում է անկարգություններ անել, վերջը ծառայել սատանային։